Կարևոր է սկսել նրանից, որ առաջին հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականին։ Սակայն հետաքրքիրը այն է, որ երբ որ Հայաստանը օկուպացվեց խորհրդային զորքերի կողմից, ինչը իմիջիայլոց ճանաչում է Վրաստանը, որ ինքը օկուպացվել է խորհրդային զորքերի կողմից, դա չի ճանաչում Հայաստանը եւ անվանում են երկրորդ հանրապետություն։ Շատ զարմանալի է։ Հետո այդ երկրորդ հանրապետության հիմքի վրա ստեղծում են երրորդ հանրապետությունը, հիմա էլ կարիք առաջացավ ստեղծել 4-րդ հանրապետությունը, քանի որ 3-րդ հանրապետության ընթացքում եղել է Արցախյան շարժումը եւ Արցախյան շարժումը կարծում եմ բոլորի համար շատ արդեն պարզ է, կապվում է նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ, Ռուսաստանի Դաշնության խաղերի հետ։ Ճիշտ է, Փաշինյանը բաց դա չի ասում, սակայն ուզում է ասել, որ Հարավային Կովկասում այդ կոնֆլիկտի տրամաբանությունը պետք է ավարտել եւ դրա համար անհրաժեշտ է ստեղծել 4-րդ հանրապետությունը։ Իմ պատկերացմամբ մենք պետք է վերադառնանք առաջին հանրապետությանը, կոնկրետ առաջին հանրապետության իրավահաջորդն է Հայաստանը, բայց այստեղ էլ այլ վախեր կան Փաշինյանի մոտ եւ շատերը կսկսեն շահարկել այլ հարցեր, թե եթե առաջին հանրապետության հետ դուք հետևորդն եք, ապա տարածքային այլ պահանջներ կարող է առաջանալ, դրա համար երևի ասում է 4-րդ հանրապետություն, որպեսզի խուսափի ինչ-որ տարածքային պահանջներ առաջադրելու հարևաններին։ Ինչ վերաբերվում է կոնկրետ ընտրությունների մասով, որ Փաշինյանին ընտրել են եւ դրանով քվեն տվել են 4-րդ հանրապետության օգտին, դա կարելի է համարել, որ մասամբ է ճիշտ, որովհետեւ սահմանադրական փոփոխությունների համար հանրակրվե անհրաժեշտ։ Ճիշտ է, ինքը անընդհատ խոսում էր սահմանադրական հանրակրվեի մասին, սահմանադրական փոփոխությունների մասին, բայց դեռևս հանրակրվեն չի տեղի ունեցել։ Հնարավոր է ժողովուրդը ասի ոչ, հնարավոր է ասի այո։ Հավանականությունը մեծ է, որ ասի այո, բայց այնուամենայնիվ իրեն ձայն տալով դա չի նշանակում, որ անպայման հանրակրվեին էլ տալու են հանրակրվեին դրական ձայները Փաշինյանը ստանալու։ Սա է իմ պատկերացումը, բայց այդ գաղափարը, այդ ծրագիրը հիմնականում երևում էր իր նախընտրական քարոզների ընթացքում նույնպես։ Այստեղ մեկ ուրիշ կարևոր նյուանս էլ կա, նա ասում է, որ սա զուտ հայկական օրակարգ է։ Այսինքն հանրակրվե այնուամենայնիվ երևի թե տեղի ունենա, քանի որ օրենքի պահանջն է դա, ուղղակի ինքը ուզում է երևի թե ամրացնել իր դիրքերը, դրա համար այդպիսի հայտարարություններ է անում նախորոք, որ ինձ տվել են ձայն, ուրեմն հանրակրվեն եւս կկայանա։ Եթե չկայանա, եթե դեմ քվեարկեն, ապա ես չեմ կարողանա իրագործել այն խոստումը, որը որ տվել եմ նախընտրական շրջանում։ Ամենայն հավանականությամբ բայց ժամանակը ցույց կտա, միգուցե մենք սխալվում ենք, բայց առողջ տրամաբանությունը մեզ հուշում է, որ անպայման հանրակրվե պետք է որ տեղի ունենա։ Չեմ կարծում, որ պատմական եւ իրավական տեսանկյունից մեր դիրքերը թույլ են, սակայն զինված ուժերի մակարդակով, տնտեսության մակարդակով, բնակչության քանակով, տարածքի մեծությամբ բնականաբար մենք ցավոք սրտի զիջում ենք Ադրբեջանին։ Այստեղ կան խնդիրներ եւ Ադրբեջանի զինված ուժերին ցավոք անգամներով դեռևս զիջում ենք։ Եվ եթե մենք վերադառնանք առաջին հանրապետության տրամաբանությանը, սա կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել, կարող է եւ չստեղծել, դա էլ շատ կարեւոր է։ Իսկ որpիսի Փաշինյանը կարողանա խուսափել հնարավոր խնդիրներից, դրա համար առաջ է քաշում 4-րդ հանրապետության գաղափարը եւ փորձում է միանգամից առաջ տանել 4-րդ հանրապետության գաղափարը, ճանաչելով խորհրդային Հայաստանի տարածքը, որը որ գոյություն ուներ մինչև Հայաստանը թեն դուրս եկավ խորհրդային միության կազմից, խորհրդային միությունը։ Ալմաթիի հռչակագիր կոչվածը, որով եւ պետք է այս անկլավների հարցը լուծվի, գիտենք այս վերջին օրերին շատ բուրըն քննարկում է գնում եւ մասնավորապես Տիգրան Աշենի հետ կապված, Փաշինյանը արդեն ադրբեջանական անվանումներով է ուրեմն այդ տեղանունները ասում եւ մարդիկ ասում են Տիգրան Աշենի փոխանցման համար իրավական հիմքեր չկան, կան հիմքեր չկան, հիմքեր։ Ինչու է այս նյարդային վիճակը ստեղծվել մեզ մոտ մեզանում։ Ինչն է խնդիրը։ Վտանգները, այո, վտանգներ կան, բայց արդյոք Ալմաթիի հռչակագիրը տալիս է բոլոր այս հարցերի պատասխանը եւ ի վնաս ոչ ի հօգուտ Հայաստանի Հանրապետության։
Բավականին բարդ հարց եք տալիս, ասեմ, որ խնդիրը կոնկրետ առաջացավ երկրորդ Արցախյան պատերազմից հետո։ Եվ մենք այսօր տեսնում ենք ուղիղ դրա հետևանքները։ Եվ հենց դրա համար է այսօրվա Հայաստանի Հանրապետությունը այնպիսի քաղաքականություն սկսել վարել, որպիսի կոնֆլիկտի տրամաբանությունը ընդհանրապես ավարտվի։ Ուղղակի մեկ բան կարևոր է այստեղ շեշտել, թե արդյոք դրան պատրաստ է Ադրբեջանը, եթե դու չես ցանկանում կոնֆլիկտ, դու լուծում ես բոլոր խնդիրները, որպեսզի կոնֆլիկտից խուսափես, արդյոք նույն ձև կվարվի Ադրբեջանը կամ նույն ձև կվարվի Թուրքիան։ Ահա այս հարցն է, որ ավելի շատ է ինձ մտահոգում, թե չէ այն, որ սահմանազատում տեղի կունենա եւ Հայաստանի տարածքը կհամապատասխանեցվի խորհրդային Հայաստանի վերջին տարիների տարածքին, ինչա որ գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության 29700 քառակուսի կիլոմետրը, դրանում ես գրեթե կասկած չունեմ, բայց բնականաբար, եթե մենք այլ ձև դուրս գայինք Արցախյան երկրորդ պատերազմից, ապա երևի թե այլ բաների մասին այսօր խոսեր Փաշինյանը եւ այլ ձևով։ Հիմա ինքը հասկանում է, որ Հայաստանը չի կարող շարունակել այս պահի դրությամբ այս վիճակում կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, բայց կրկնեմ, խնդիրը այստեղ այն է, թե որքանով Ադրբեջանը նույնպես կցանկանա ավարտին հասնել կոնֆլիկտը Հայաստանի հետ։ Վերջերս ճիշտ է, մենք տեսնում ենք բավականին դրական հայտարարություններ Ադրբեջանից, բայց մեկ-մեկ նաև Ալիև այնպիսի հայտարարություններ է անում, որոնք որ նաև կասկած են ստեղծում մեզ մոտ, ասում է Հայաստանը պարտվել է պատերազմում, Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկվել, ընդունել է իր կապիտուլյացիան, սա արդեն շատ սուր հայտարարություններ են, որոնք որ իրոք խնդիրներ են ստեղծում մեր մոտ։ Հայաստանը փորձում է միջազգային օրենքին համահունչ աշխատել։ Արցախի մասով մեր աշխատանքները ցավոք սերտի մենք պետք է խոստովանենք, որ միջազգային օրենքին այդքան էլ համահունչ չէին։ Կային երկու հակասող իրար սկզբունքներ՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման հարց, եւ վերջին շրջանում տարածքային ամբողջականության հարցը դարձավ առաջնային, հատկապես Ռուսաստանի հարձակումից հետո Վրաստանի վրա 2008 թվականին։ Դրա համար է, որ Վրաստանի միջազգային հանրությունը աջակցում էր, քանի որ Վրաստանը իր տարածքներն էր պահանջում հետ Ռուսաստանից, Վրաստանի տարածքները օկուպացվեցին եւ դա թույլ տվեց նաեւ Վրաստանին հայտ ներկայացնելու Եվրամիության անդամակցության եւ տեխնացիան երկիր դառնալու։ Եթե այսօր Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը հայտ է ներկայացնելու, քիչ առաջ ինքը հայտարարել է Եվրամիության անդամակցելու համար, ապա այդ սահմանադրական փոփոխությունները դրա տրամաբանական շարունակությունն են։ Հայաստանը միջազգային օրենքներով պետք է համապատասխանի բոլոր ստանդարտներին եւ չպետք է հավակնություն ունենա նաեւ հարևանի տարածքների նկատմամբ, որpիսի եթե հարձակում տեղի ունենա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից կամ այլ երկրի կողմից, Եվրամիությունը եւ միջազգային հանրությունը ընդունի, որ Հայաստանի սուվերեն տարածքների վրա հարձակում է տեղի ունեցել կամ Աստված ոչ արարածե օկուպացվել է Հայաստանի սուվերեն տարածքը։ Եվ եթե Հայաստանի սուվերեն տարածքը չի համապատասխանում իր ընդունված չափերին, միջազգայինորեն հաստատված չափերին, ապա դժվար թե Հայաստանին նույնիսկ տեխնացուի կարգավիճակ տրվի։ Այսինքն այս հարցերը ես տեսնում եմ, որ իրար հետ կապված են այնուամենայնիվ, եւ Փաշինյանը փորձում է այդ տեսանկյունից խնդիրներին լուծում տալ, նաեւ արտաքին քաղաքականության մասով նույնպես, ոչ միայն որ մենք փորձում ենք վերջ դնել կոնֆլիկտին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եթե Ադրբեջանը նույն տրամաբանությամբ գործի միջազգային օրենքին համահունչ, ապա բնականաբար չի հարձակվելու Հայաստանի վրա, բայց եթե նույնիսկ դուրս գա միջազգային օրենքից եւ հարձակվի, ապա Հայաստանին շատ ավելի հեշտ կարողանան օգնել նույն եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները, թեկուզ իրավական տեսանկյունից, թեկուզ քաղաքական հայտարարությունների մակարդակով, ինչպես օրինակ Վրաստանին եւ այլ ձևերով, բայց ավելի հավանականությունը մեծ է, որ կօգնեն եւ Հայաստանը կգործի իրավական դաշտում։ Քանի որ Հայաստանը դիմում չի ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու, ՆԱՏՕ-ի մասով դա տեղի չունեն, բայց եթե դիմեր նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցելու, ավելի
շատ անհրաժեշտություն կառաջանար, որ այդ փոփոխությունները տեղի ունենային, բայց նույն տրամաբանությունը ինչ որ միտեղ գործում նաև Եվրամիության մասով նույնպես։